հարցը որ տալիս եք թեմաները մոտավորապես պարզային չեն հարցը։ Աշխարհի քաղաքականությունից խոսեցիք, ամբողջ աշխարհը խառնված է իրար, պատերազմներ են գնում, դուք պատերազմ եք հայտարարում մեր հայրենակիցներին հայոց առաքելական եկեղեցու դեմ, երբ եք անցնելու վարչապետի լիազորություններին եւ մեկ փոքրիկ հարց էլ արդյոք չեք վախենում։ Դե այդ պայմանը խախտեցիք արդեն։ Ուրեմն նախ հետեւյալը ես հայ առաքելական եկեղեցուն եւ Մայրաթորին չեմ կարող եւ պատերազմ չեմ հայտարարել։ Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, խախտում են կուսակրոնության ուխտագիրը, խախտում են մեր ավանդույթները եւ իմ խնդիրը որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին եւ հոգևոր արմատներին։ Ինչ վերաբերում է աշխարհ քաղաքականության, այո, տարածաշրջանում իրադրությունը շատ բարդ է եւ եթե դուք նկատել եք, ես այդ իրադարձությունների մեկնարկից ի վեր ներքաղաքական հարցերով առանձնապես չի արտահայտվում, բայց դա չի նշանակում, որ մյուսները այդ պասիվությունը պետքա օգտագործեին լկտի հարձակումներ անելու համար։ Այդ լկտի հարձակումները համարժեք պատասխան կստանան։ Ես ունեմ արդեն համոզվել եք։ Խնդրեմ։ Չունեք հարց, խնդրեմ։ Դուք վստահաբար պնդում եք արդեն մայիսի 31-ից հասած, որ սպազանները խախտել են, հա, այդ հուսահատության ուխտը։ Միշտ ասում եք ինքերկա, արդեն կպալկաներն էլ դա որպես բացարձակ ճշմարտություն են ներկայացնում, երեկ էլ վեհափառին շնորհավորում էին հայրերի օրվա առիթով։ Ուզում եմ հասկանալ, բացի ձեր ենթադրությունները, դուք որևէ այլ հիմք ունեք նման մեղադրանքներ հնչեցնելու հայ առաքելական սուրբ եկեղեցու ծառաների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ ես ունեմ ապացույցներ, եթե ես խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ, բայց ես առաջարկել էի, դուք չեք նկատել, որ չեն վիճարկում իրենք դա։ Իրենք չեն վիճարկում։ Ամենալուրջ է ձեր հայտարարությունը։ Իրենք չեն ասում, իրանք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները, չեն վիճարկում։ Այ երբ որ կվիճարկեն, ես առաջարկել էի, եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ եւ այդ ապացույցները կներկայացվեն կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն։ Խնդիրը այն է հետեւյալը, ընդ որում ես ուզում եմ շատ հստակ ընդգծեմ, ընդ որում ես մոռացա մի վարքյան իմ դիրքորոշումները ամբողջությամբ հիմնված են հայ առաքելական եկեղեցու կանոնների վրա, հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որով հենց եկեղեցին ինքը Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունում գրանցել է որպես հայ առաքելական եկեղեցու կանոններ եւ կանոնագիր։ Դա դուք ինչու եք հանձնաժողով ստեղծում։ Ներողություն եմ խնդրում, այդ երկրորդ հարցն եք տալի։ Փաշինյան որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ հոգեբորականների դեմ այս պայքարը բերելու է բախումների քաղաքացիական պատերազմի, արդյոք դուք բացառում եք նման սցենարը եւ Գարեգին երկրորդին այ ինչպես եք հեռացել, հնարավոր է որ իրավապահները նույն կերպ ասեն եկեղեցի մտնել։ Գիտեք, ես անհեթեթ եմ համարում բախումների մասին խոսակցություն։ Անհեթեթ եմ համարում։ Գիտեք 2000 դե ժողովուրդ ջան, ախր հիմիկի հետ գամ միկրոֆոններն են։ Շատ լավ։ Ներողություն, հա, դա կատարյալ անհեթեթություն եմ համարում։ Գիտեք, մենք 2018 թվականին Հայաստանում հեղափոխություն ենք իրականացրել եւ ըստ էության բախումներ չեն եղել։ Հիմա մենք հոգևոր, բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում եւ այդ հոգևոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների եւ քայլերի վրա հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ինքը կմերժի եւ ես ուզում էի ձեզ ցույց տալ, ես այսօր կռահելով ես բերել եմ ապացույցն, չէ, ապացույց։ Ես ձեզ բերել եմ այն մյուս գիրքը, այս գիրքը տեսեք, հա։
Մայրաթոր Սուրբ Էջմիածին համաբարբար կանոնագիր քայոց։ Այս եւ ահա այս գրքերի մեջ է սահմանված, սրանք հայ առաքելական եկեղեցու դարերով այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, ես գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում, նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ, նրանք չեն կարող հաղորդակից լինել հայ առաքելական եկեղեցու սրբություններին, եւ դա ոչ թե ես եմ ասում, դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով, պատգամով եւ կանոններով։ 300 այստեղ ահագին բառեր կան իմիջայլոց, ես կարդացել եմ, ահագին բառեր կան, ես հիմա չէ հումոր չեմ ասում։ Նոր բառեր էլ կան, ձեզ ծանոթ բառեր էլ կան, անծանոթ բառեր էլ կան, բայց այսօր չեմ կարծում, թե մենք գիտեք ինչ, ես առավոտյան շատ վաղ եմ արթնանում եւ ամեն օր գոնե 1.5 ժամ նվիրում եմ ընթերցանությանը։ Եկեղեցու, գիտեք ինչ, վերջին շրջանում, վերջին ամիսներին հիմնականում հայ ժողովրդի պատմությանը, մեր եկեղեցու պատմությանը, մեր եկեղեցու ավանդներին, մեր եկեղեցու կանոններին, սուրբ գրյան ընթերցումներին եւ այլն եւ այդպես շարունակ։